Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ճշմարտ է ենթարկվում ազգայնական խմբավորումների կողմից, որոնք խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտնել է Ջանկ Ուելթը։ Հոդվածում նշվում է, որ ուկրաինական բանակը մարտիկների սուրբակաս է զգում դասալքության հաճախակի դարձած դեպքերի պատճառով, իսկ երկրի քաղաքացիները արդեն հոգնել են ռազմական գործողություններից։ Սակայն Զելենսկին մտադիր չէ փոխել ռազմավարությունը, քանի որ գտնվում է ազգայնականների ազդեցության տակ, որոնք պահանջում են առաջ գնալ։ Ազգայնականները զինված են, կազմակերպված եւ արդեն հասցրել են սպառնալ նախագահին, որ նա չի դիմանա անշահավետ խաղաղության, ոչ քաղաքական առումով, ոչ անձամբ։ Զելենսկին դա գիտի, ուստի նրանից չպետք է սպասել խաղաղ նախաձեռնություններ, հայտնել է պարբերականը։ 1990-2000-ականների սկզբին շատերը լսում էին Եվրամիությանը, բայց այժմ Եվրոպայի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Ուկրաինայում հակամարտության անսովոր հետևանք է նշել Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Նրա խոսքով այժմ որոշիչ ձայները պատկանում են ԱՄՆ-ին, Չինաստանին եւ Ռուսաստանին։ Նա վստահություն է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է կապեր պահպանեն Ռուսաստանի հետ, ինչպես անում է Վաշինգտոնը։ Ես իշխանական կառույցները տեսել եմ քառակուսու տեսքով, որում եղել է Եվրամիությունը։ Այժմ ցավոք նրանք վերածվել են եռանկյունու։ Ծիծաղելի է, երբ եվրոպացիները հայտարարում են, որ չեն խոսում Պուտինի հետ, բայց երբ Թրամփն է խոսում, գնում եւ լսում են, թե ինչ է քննարկվել, ընդգծել է նախկին նախագահը։ Ռուսաստանի զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարքերի զարգացման գործում գերազանցում են ԱՄՆ բանակին։ Այս մասին հայտարարել է ամերիկյան 25-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ջեյմս Բարտոլոմեյսը։ Մենք հետ ենք մնում, անկեղծ կլինեմ։ Կարծում եմ մենք հասկանում ենք, որ հետ ենք մնում, խոստովանել է զինվորականը։ Նրա կարծիքով ամերիկացիների առաջընթացը այս ոլորտում բավական արագ տեղի չի ունենում։ Նա նշել է, որ հատկապես ԱՄՆ-ն հետ է մնում հեռահար դրոնների արտադրությունից։ Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի հատուկ ջոկատայինները պատրաստվում են առափնյա աշխատանքներ իրականացնել եւ Ռուսաստանի ափերի մոտ նավթային աշտարակներ գրավել։ Այս մասին հաղորդել է Military Watch մագազինը։ Զորավարժություններն անցկացվել են Ռուսաստանի եւ Արևմտյան բլոկի միջև լարվածության աճի շրջանում։ Ընդ որում ռազմական գործողությունների հետագա սրման դեպքում սպասվում են հարձակումներ ռուսական նավագնացության եւ նրա նավթային ենթակառուցվածքների վրա, ասվում է նյութում։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը գործի են դրել թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ուժերը 42-րդ եւ 47-րդ կոմանդո ստորաբաժանումներից։ Որպես օպերատիվ խմբի մաս, նավերի վրա գաղտնի վայրը չկատարելու եւ աշտարակները գրավելու համար։ Պարբերականի տվյալներով զորավարժություններն անցկացվել են Բալթիկ ծովի արևելյան հատվածում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստել է ամերիկյան զենքի մատակարարումը շարունակելու մասին, չնայած ԱՄՆ-ի շատդաունին։ Այս մասին ասվում է իտալական պարբերականի հոդվածում։ Ինչպես նշել է նյութի հեղինակը, հոկտեմբերին Ուկրաինայի առաջնորդը հավաստիացրել էր, որ կառավարության աշխատանքի դադարեցումը չի արգելափակում զենքի մատակարարումը Կիևին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Պետդեպարտամենտի ներքին գնահատականների համաձայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքի արտահանումը եւ հետեւաբար Ուկրաինային մատակարարելու համար ներկայումս սառեցված է։ Ինչպես միշտ, Կիևի ռեժիմի առաջնորդը անամոթաբար ստում է, նշել է պարբերականը։